Այս վերջերս իրենց նախկին երդվյալ նվիրյալներից մեկը, ով Նիկոլին համեմատում էր Հիսուսի հետ, հիշում եք Հովիկ Աղազարյանը, ինչ որ անկեղծացել է եւ այնպիսի զարհուրելի բաներ է պատմում հրապարակային եթերներում, թե ինչ բարքեր են տիրում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, որ հասկանում ես, որ ստալինիզմը կամ հյուսիսային Կորեայում տիրող բարքերը դեմոկրատիայի վերջի պիսկն են, այն ներքին ստրկատիրական վասալային բարքերի, որ տիրում են այդ կուսակցությունում, ցիտում եմ Հովիկ Աղազարյանին, ինքն է ասել, իշխանության գալուց հետո ՔՊ-ում ասում էին, որ մենք սրբեր ենք եւ սրբերին չեն վերահսկում։ Դուք պատկերացնում եք, ես գիտեք, բերանից գալիս է ամենազարհուրելի հայհոյանքը, հասկանում եք, այս պատի պլինդուզի տակից դուրս եկածները, որոնցից շատերին մենք գիտենք, գեյ, լեսբիան կա, տրանսգենդերներ, որոնցից շատերի մասին մամուլում բազմաթիվ անգամ նրանց բարոյական նկարագրի մասին ինչ ասես հրապարակվել է, թուրքերի հետ նրանց տարբեր երկրներում համատեղ այսպես ասած զորավարժությունների մասին ինչ ասես հրապարակվել է մամուլում, սրանք այս պլինդուզի տակից դուրս եկածները ըստ Հովիկ Աղազարյանի իրանց համարել են սրբեր եւ ասել են սրբերի գործերը անվերահսկելի են, եթե իհարկե այն ինչ որ ասում է Հովիկ Աղազարյանը, որ Նիկոլին գցնելը պարտադիր էր, նրան Աստծո հետ համեմատելը պարտադիր էր, եթե ինչ որ այս ամենը ասում է, սա զարհուրելի է եւ գալու է մի օր, որ այս ամենը իրապես բաց հրապարակային դատավարություն է լինելու, որտեղ մենք տեսնում ենք, չէ, հիմա տարբեր երկրներում բացահայտվում են սեկտաներ, տարբեր տոտալիտար աղանդներ, որտեղ ահա այսպիսի բարքեր են, որտեղ սեկտայի գուրուին համարում են բարձրյալ, որը ինչ ուզենա իրանց հետ կանի, եւ Աղազարյանի այս պնդումները, որ ԿՊ-ականները ասում էին, մենք սրբեր ենք եւ մեզ չի կարելի վերահսկել, սա շատ զարհուրելի խոստովանություն է, Աղազարյան, եւ ես վստահ եմ, որ երբ որ լինի բաց դատավարություն նիկոլիզմ աղանդում տիրող այս վիճակի մասին, կարող է այնտեղ մարդիկ կան, որոնց պետք է փրկել, որոնք ենթարկվում են տարբեր տեսակի, այդ թվում նաեւ կներեք, էլի չեմ ուզում ասել, այլ կարգի շահագործումների եւ նրանց պետք է փրկել։ Սա լուրջ խոստովանություններ է, որ անում է Աղազարյանը։